Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք թթվիկով գրատան, որը շատ հեշտ է պատրաստվում, մի քանի բաղադրիչ է պետք մեզ ու ստանալու ենք ռեստորան ստայլ թթվիկով գրատան։ Իսկ թթվիկով գրատանի համար մեզ ինչ պետք է, ինչպես տեսնում եք, այստեղ 4 հատ թթվիկ ենք պատրաստել, որը փարակ շերտեր ենք վերածելու ու ուղարկելու ենք չերոց, միջև ինքը գարմրի մենք պատրաստելու ենք միսի միջուկը։ Ստեղ տեսնում եք աղացած միս, 500 գրամ աղացած միս ենք օգտագործելու, ստեղ ունենք սոխ, կտրատել ենք մի քիչ առաջ, որպեսզի եթերում ես չիլամ, մեղքեմ, եւ ստեղ ունենք սխտոր, 4 հատ սխտոր, 4 բջեղ սխտոր ենք օգտագործելու։ Ու դրանից է արդեն ոնց տեսնում եք, ստեղ ունենք պաշամել սոսի բաղադրիչները, 3 կտալ ալյուր, 3 կտալ կարակ, գաթ, 3 բաժակ եւ մշնգույզ, որը քերելու ենք բաշամելին շատ համով համատալիս։ Իսկ համեմունքները այստեղ ոնց տեսնում եք վարանի գից ունենք աղ բղբեղ, կարմիր բղբեղ, դարչին ենք օգտագործելու միսին, որպեսզի դենց համով արոմատիկ համ տան։ Այսօր պատրաստելու ենք թթվիկով գրատան։ Մեզ հարկավոր է 500 գրամ աղացած միս, 4 հատ մեծ թթվիկ, մի հատ սոխ, 4 բջեղ սխտոր, 3 կտալ կարակ, 3 կտալ ալյուր, 3 բաժակ գաթ, համեմունքները աղ, սև բղբեղ, կարմիր գծու բղբեղ, կարմիր քաղցր բղբեղ, դարչին, ցիտաբդղից հետ extra version, մշնգույզ։ Ամենաառաջ ուզում եմ թթվիկները մանրացնենք, ավելի ճիշտը փարակ շերտերի վերածենք ու ուղարկենք չերոց։ Իրենց մասին մոռանանք ու մենք միսի խառնուրդը անենք։ Ես ինչ եմ այսպես անում, որովհետև ես նախ ժամանակեն եմ օգտվում, երկրորդ երբ որ թթվիկները իրենք ոնց որ գրիլ են լինում ու հետո ճաշին ենք ավելացում, ավելի համով է դառնում։ Եվ անշուշտ ոնց որ դու ճաշը պատրաստած լինես ու գրեթե գիսա եփած վիճակով, երբ որ ուղարկում ենք բաշամել սոսով չերոց, արդեն ինքը ստանում ենք մի քանի րոպեով պատրաստ ճաշ։ Կարող ենք այսպես անել։ Այսպես շերտերի եմ վերածելու։ Այսպես փարակ շերտերի ենք վերածելու ու արդեն կարող ենք կամաց մեր սինիին վրա ավելացնել։ Իրականում ցևը կամ ինչ շեյփով ենք անելու թթվիկները կարևոր չեն, բայց ես սիրում եմ ինքը ավելի դենց սլայս ունենանք ու երբ որ շարենք վերցնենք մեր ուտելիքները, ինքը ավելի փարակ լինի, ավելի համով է դառնում։ Այստեղից մոմի թուղթը վերցնենք ու արդեն սկսենք շարել։ Okay. Շարունակում ենք։ Կարող ենք այսպես էլ փարակ շերտեր ունենանք։ Ու գիսել հետո։ Բղբեղ։ Նայենք քանի վրա է։ Okay։ Ուրեմն եփելու ենք մոտավոր 15-ից 20 րոպե ու հետո հանելու ենք ու շարունակելու ենք մեր գործը։ Դա 180 եւ 190 աստիճանների վրա։ Բերում ենք այսպիսի տավա։
Պետք է սոխը, սխտորը եւ միսը իրար հետ եփենք, որպեսզի ստանանք մի հատ զանգվածք, որի հոդը ամբողջ թաղամասում արմներ են։ Ավելացնում եմ մի քիչ ցիտապտրից հետ, ավելացում ենք սոխը, մի թեթև աղ եմ ավելացնելու սոխի վրա, 3 րոպե թողում ենք, արդեն ավելացնելու ենք միսը, բայց քանի որ մենք ստեղ սխտորները պատրաստել ենք, ջզմելու ենք, ստեղա ջզմիչը, արդեն ավելացնում ենք միսը։ Մի թեթև եփելնես հետո պետք է ավելացնենք համեմունքը։ Ես ուզում եմ մի քիչ ինքը սոխի հետ եփի, որպեսզի համերը ավելի համով լինի ու կավելացնենք համեմունքը։ Արդեն սխտորը կարող ենք ավելացնել։ Մի հատ անպայման մշնգույզով ուզում եմ միսի վրա տնեմ, որովհետև շատ համով համատալիս, հետո բաշամելի վրա եմ ավելացնելու։ Ավելի հարուստ համատալիս։ Խառնում ենք։ Այնքան համով ջաշ է այս ջաշը ու հեշտ է պատրաստվում իրականում։ Հետո չասեք շաղիկը չասեց ու թթմիկով գրատանը չսովորացրեց։ Իմ դան ամենասիրված ուտեստներից է իրականում։ Արդեն կարող ենք համեմունքները ավելացնել։ Այստեղ ունենք դարչին։ Ես միսի մեջ, աղստեսակ գրատանների մեջ շատ եմ սիրում, մանավանդ եթե սոսը սպիտակ է, ինքը շատ է սիրում դարչինը միսին։ Մի թեթև բղբեղը, կարմիր բղբեղ և գծու և քաղցր մարանիկի բղբեղները։ Իսկ հիմա ինչ ենք անելու, քանի որ միսը և սոխը եփած ժամանակ մեզ պետքա ջուր, որպեսզի միսը եփենք, մենք օգտագործելու ենք մեր սիլի ջուրերից։ Մի թեթև էլ թողում եմ դավակվի, հետո ջուրը կավելացնենք։ Ավելի համով է դառնում։ Հիմա մեր դաղավարում այնքան համով հոտ կա, միսի, չեք պատկերացնի։ Մի քիչ էլ եմ ուզում բղբեղ ավելացնեմ։ Արդեն ավելացնում ենք։ Հիմա այսպիսի կաթսա ենք բերում, կարող ենք մի քիչ ավելի փոքրել, ավելացնելու ենք սկզբում կարագը, հետո ալյուրը, հետո կաթը։
Անպայման սոս բաշամել պատրաստած ժամանակնից կարևոր գետերից մեկն է, որ գաթը լինի սենյակային ջերմաստիճան։ Ավելացնում եմ կարագը։ Միջև հալվի ավելացնելու ենք ալուրը։ Ես սիրում եմ սկզբում, երբ որ խարգելու ենք, մի թեթև սենց քույնը արդեն փոխում է ալուրը, ավելացում ենք գաթը։ Տեսնում եք, այս մեր հետաքրքիր մսի զանգվածը արդեն ինչ համով փույր է տալիս եւ այս հոտը բոլոր մեր TV շենքը լցվել է։ Հեսա այսօր լուրեր չեն տալու Կետրոն TV-ից, գալու են ուտեն, մորանան լուրերը։ Դե ինձ սիրելիներս, սոս բաշամելը արդեն պատրաստվում է, մի քանի րոպե պետք է թողենք, որ մի թեթև բնտանա, շատ բնտ չենք ուզում, քանի որ մենք հետո չերոս ենք տնելու, պետք է այդ հյութը բոլորը ներծծի թթմիկը եւ միսը։ Դե ինձ սիրելիներս, մենք մեկ սինին արդեն հանել ենք, ահա երկրորդ սինին մեր թթմիկները եփել են, կարող ենք հանել եւ մեր փայրեքսի մեջ գրատանը շարել։ Ինչպես տեսնում եք, ստեղ միսը պատրաստ է, բաշամել սոսը պատրաստ է։ Հիմա պետք է հավաքենք layer by layer, այսինքն շերտերով ու մի րոպե չերոց տնենք։ Այստեղ ունենք արդեն cheddar պանիր, քերած ենք կամ քերիչով անցկացրել ենք, որպեսզի վերջում ամենավերջում վրան ավելացնենք ու մի 7 րոպե դուխովկա տնենք, որ այդ համերը բոլորը իրար վրա հավաքի։ Մարդիկ կան, որ իրականում դապագում են թթմիկը, ես տենց չեմ սիրում, որովհետև շատ ծանր է լինում, այսինքն մի հատ դապագում ես, հետո սոսն ես ավելացում, հետո չերոց ես, սենց շատ յուղոտ է լինում, ես սենց սիրում եմ, քան որ ավելի թեթև է լինում։ Բերում ենք այսպիսի փայրեքս, ապակյա, այսպիսի մի բան, ամենաներքևը մի քիչ սոս բաշամելից ավելացնում ենք ու այսպես քսում ենք։ Մի շերտ թթմիկ ավելացրեցի, ավելացնել եմ միսը։ Հետո ավելացնելու ենք սոս ու հետո երբ ավելացնելու ենք թթմիկ ու սոս եւ պանիր։ Ավելացնում ենք սոս։ Մի քիչ էլ վերջում թողելու եմ, որ ամենավերջում ավելացնեմ։ Okay։ Սա թթմիկները շարում ենք։ Ոնց ասեցի, կարող ենք գլոր սլայսներ էլ անենք, ոնց ձեզ հարմար է, ձեր սիրտը ոնց ուզե։ Խանոցը, քանի որ դենց բան է, որ ոնց ես ուզում անես, ոնց ես հանգիստ զգում, կոմֆորտ զգում, այդպես պետք է շարժվես։
Ավելացնում եմ սոսը։ Եվ պանիրը։ Արդեն պատկերացնում եք, չէ՞, համերը ոնց են։ Yummy։ Մեկ հատ իրեն շարժում ենք, որպեսզի դատարկ մասերը նստի ու ուղարկում ենք ջրոց։ Հիմա մի 8-ից 10 րոպե է պետք մեզ մի այդ ամեն ինչը հալչի ու համերը իրար Դե ինձ սիրելիներս, այսօր ընտրել ենք մի քիչ երկար սպասելիք ջաշ, որովհետև այս ջաշը պատրաստած ադենիդ անպայման պետք է մի հատ կոֆե խմեք ձեր հարևանի հետ կամ ձեր զույգ ընկերոջ հետ։ Հիմա, քանի որ մեր գրեթե մեր ջաշը պատրաստ է, մի րոպեից պետք է հանեմ, այդ վրայի պանիրը արդեն կարմրել է շատ հետաքրքիր ու այդ սոսը սաղ եփել է ջաշը։ Ուզում եմ գանաց սոխ մի քիչ մանրացնեմ, որ վերջում մի թեթև ցանեմ մեր ջաշի վրա։ Այսպես մանր կտրատում ենք։ Կարող եք մաղդանոց կամ կարող եք կանաց սոխ, ոնց ձեզ հարմար է։ Հիմա կարող ենք գնալ և բերել մեր ջաշը։ Վաու։ Վաու։ Տեսնում եք շքեղությունը։ Հիմա թրենդային է, սենց են անում։ Ավելացրեցինք կանաչին, արդեն ինքը պատրաստ է սեղան դրվելու։ Ահա, այսօրվա մեր ուտեստը պատրաստ է, արդեն նկարել ենք վերջնական տեսքը և ես անհամբեր եմ փորձեմ։ Ուզում եմ այս կողմեմ փորձել։ Վաու։ Հələ մի հատ նայեք։ Հուսով եմ չեմ վարվի, չեմ այրվի, մուխերը գալիս են, բայց Վաու, yummy, շատ համով է, հիմա ես անհամբեր եմ, ընկերներով ես համովությունը վայելենք, դուք էլ կարող եք բաց չթողնել ես հնարավորություն և վայելել և ձեր ընտանիքին ուրախացնել, անպայման պատրաստեք, ինձ էլ ասեք, եթե հավանել եք, իրական գսեմ շատ համով է։ Չմոռանաք հետևել մեր էջին և Facebook-ի և Instagram-ի Համիկ Ախնիկ և չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքում, որպեսզի բաց չթողնեք ոչ մի հաղորդում, ոչ մի ծիծաղելի backstage։ Վաղը կհանդիպենք։